Շատ լավ։ Եվ այսպեսով այսօրվանից մեզ մոտ սկսվում է նոր քարոզաշարք։ Եկեք նայենք ուրեմն պաստարին այս ինչու որոշեցինք խոսել հայրմերի մասին։ Գիտեք, ես 3 տասնյակից ավել է ծառայում եմ Աստծուն եւ ամենաշատ հարցերը, որ ինձ տվել են, առաջի 3 տեղը հորիզոնականը զբաղեցնում է հետեւյալը. ինչու ձեզ մոտ հայրմերը չեք ասում։ Հեսա ասելու եմ։ Հաջորդ հարցը, որ տվել են, ինչու է կինը ծառայում։ Մաշված, տաշված հարց։ 1000 տարի պատասխանելը չեն ստացել։ Մյուս հարցերից մեկը, ինչու ձեր վրա խաչ չեք կրում։ Համարյա բացի կնոջից մնացած հարցերին պատասխանելու եմ այս քարոզաշարքի մեջ, ու հենց սկզբից ուզում եմ ասել, ես մի փոքրիկ տրամաբանության եմ դիմելու այս առաջին հարցին պատասխանելու, այնպես չէ, որ մենք հայրմերի հետ խնդիր ունենք, կա այստեղ մարդ, որ տրամադրությունը լավը չէ հայրմերի հետ, ամեն ինչ լավ է, հայրմերը դա աղոթք չէ։ Ես ուզում եմ, որ այստեղ առաջին անգամ, եթե դու չես լսել մինչև հիմա, լսես հետևյալը, հայրմերը դա աղոթք չէ, որովհետև որտեղ է տրամաբանությունը, եթե Հիսուսը աշակերտներին որպես աղոթք հայրմերը սովորացրեց, ապա ինչ է նշանակում, որ երբ որ նա Գեթսեմանի պարտեզից դուրս եկավ, մի քանի անգամ եւ եկավ ու աշակերտներին ասաց, այդպես էլ չկարողացաք 1 ժամ արթուն մնալ, ես ուզում եմ ասեմ, որ 1 ժամ պիտի հայրմերը ասեին, ուզում եմ, որ իր համար աղոթեին։ Հարց եմ տալիս, 1 ժամ պետքա, մեկը թող հաշվի հայրմերը քանի րոպե է տևում եւ 1 ժամվա մեջ քանի անգամ կարելի էր հայրմեր ասել։ Սրա տրամաբանությունը ո՞րն է։ Ասենք 28 անգամ ենթադրենք, ստացվում է, ենթադրենք, պայմանական մի հատ թիվ վերցնենք, 28 անգամ հայրմերն ասեմ մի ժամվա մեջ։ Ես կարծում եմ, էսի հավատք չի, սա խենթություն է։ Համաձայն եք։ Այսինքն մի ժամվա մեջ հայրմերը 10 անգամ ասեմ, այդ նույն Հիսուսը մեկ ուրիշ ավետարաններից մեկում ասեց, արթուն մնացեք եւ ամեն ժամանակ աղոթք արեք, որպեսզի բոլոր նեղությունները եւ դժվարությունները անցնեն, շրջանցեն ձեզ, որպեսզի դուք կանգնեք մարդու որդու առաջ։ Հայրմերով ամեն ժամանակ ասեց արթուն մնացեք եւ աղոթք արեք։ Հետո ես հիշում եմ Պողոս Առաքյալին, որ ասում էր Հռոմեացիներից թղթում, անդադար աղոթեք։ Ոչ մեկ ոչ մի տեղ չի նշել, որ դա հայրմերն է։ Անդադար հայրմերն ենք ասում, խնդիր է եղել, տան վրա հարձակում է եղել, առողջական պրոբլեմ կա, դժվարություն կա, սկսեցին, գնաց հայրմերը, 1 անգամ հայրմեր, 2 անգամ հայրմեր, 3 անգամ, ինչքան կարում ես ավելի շատ ասա եւ չէ՞ տրամաբանությունը որտեղ է։ Չկա տրամաբանություն։ Ուրեմն ինչ էր ուզում Հիսուսն ասել աշակերտներին, որ աշակերտները մոտեցան եւ ասացին. Տեր մեզ ուշադրություն ինչա գրված է Տեր մեզ սովորացրու աղոթել։ Եվ Հիսուսն ասեց. իսկ դուք այսպես աղոթեք։ Հայրմեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, օքեյ, ես հաշվել եմ, որ դա մի քանի նախադասություն, հա, բայց ուզում եմ հենց սկզբից իմանաս, հայրմերը 8 կարևոր թեմա է պարունակում իր մեջ, որը անհրաժեշտ է մեզանից ամեն մեկին մինչև երկինք գնալը ամեն օր աղոթի։ Գիտեիր այդ մասին։ Քանի մարդ ամեն օր հաց ուտելու կարիք ունի։ Բոլորը, ալելույա։ Իսկ կա տենց բան, որ ընտանիքի վրա է հարձակում եղել։ Խնդիրներ ունեք, բան, եղնում է տենց բան, որտեղ ընդեղ ասում է չարից ազատի մեզ բան, կա տենց բան, սենց աղոթքի կարիք, եղնում է, որ ներման խնդիր ենք ունենում, չէ, մենք բոլորը սուրբ ենք, ոչ մեկը հետ ոչ կպնում ես, ոչ մեկը քեզ է կպնում, հետաքրքիր մեկն ես ուրեմն, չկա տես մեկը, որ կպնում է քեզի, դու իրան ես կպնում, կոնֆլիկտ է ստեղծվում, ներում, չներում, ատել եւ այլը, ներման մասին խոսեց Հիսուսը, կա ժամանակ, որ դու կարիք ունես երկրպագելու եւ փառաբանելու Աստծուն, կա ժամանակներ, որ ասես ճանաչես ինչ է նրա զորությունը, փառքը, նրա էությունը, կա տես բաներ, լիքը հարցեր, ուրեմն հայրմերը դա 8 լսում եք ուշադիր, խնդրում եմ մեկն ասի լսում եմ, 8 կարևոր ամենօրյա քո կյանքում կատարվելիք թեմաների մասին է։ Հիսուսը գիտեր, որ այդ խնդիրը մեր կյանքում լինելու է։ Նա գիտեր, որ մենք համնապազորյա հացի կարիք ենք ունենալու։ Նա գիտեր, որ մենք ներման հետ խնդիր ենք ունենալու։ Նա գիտեր, որ մեզանից ամեն մեկը պիտի խորապես ճանաչի, մենք ասում ենք, նայեք ինչպես է աղոթքը սկսվում, հայրմեր։ Ինչպես դարձավ հայրը քո հայրը։ Սա պետք է խորել։ Ինչպես եղավ, որ դու ասում ես, սուրբ լինի քո անունը, դու գիտես ինչ է նրա անունը,
Դու գիտես նա քանի հատ անուններ ունի եւ ամեն անունը ինչ է նշանակում, սա հայրմերի մեջ է։ Մնացած այս կիրակից սկսած 7 կիրակի մենք տող առ տող ուսումնասիրել ենք հայրմերը, բայց ուզում եմ որ հետո խոստանակինց էլ չհարցնեք ինչ է հայրմերը։ Okay, չհարցնեք ինչ է հայրմերը, որովհետև հայրմերը դա աղոթքի մոդել է, դա աղոթք չէ։ Այո։ Երեխաներին քննացնելուց առաջ ասեցի եկեք մի հատ հայրմերն ասենք։ Դու մոդել ես ասել։ Երեխաները արթնացան ասեցին եկեք մի հատ հայրմերն ասենք։ Ուրիշ հերոսի անուն չգիտես։ Եմ որ ստեղ են ասել, ուրիշ աղոթքի տեսակ չկա։ Կա։ Գիտեք հայրմերով աղոթելը հեշտ է։ Բայց կանգնել կենթանի Աստծո հետ շփվել եւ սրտի խորքից աղոթել բարդ է։ Դրա համար նկատել եմ, որ հայրմերը հարմար աղոթք է անգիր անելու համար եւ մարդիկ կան, որոնք փորձում են իրենց գլուխը գովան եւ ասեն, մենք հայրմերը կարող ենք 2 տեսակ աղոթել։ Անկամ եթե 3 տեսակ աղոթես, էլի չեմ զարմանում։ Դու ինձ զարմացրու, ունես աղոթքի կյանք։ Դու շփվում ես Աստծո հետ։ Դու ունես կառուցած կյանք Տիրոջ հետ։ Կա այդ աղոթքի կյանքում դիսցիպլինա, կա աղոթքի կյանքում ցանկություն, կա այդ աղոթքի կյանքում բերկրանք, այն որ ուզում եմ աղոթեմ։ Ինձ համար հաճելի աղոթելը կա տենց բան, այս սա է աղոթքը։ Թե չէ հայրմեր այդ մի քանի նախադասությունը անգիր անելը 2 տարեկան երեխան էլ գիտի։ Կա մարդ, որ հասկացավ ինձ, աշակերտները մոտեցան Հիսուսին եւ ասացին. Տեր, սովորեցրում ես ինչպես աղոթեմ։ Եկեք այսօրվա մեր քարոզաշարքի առաջին պատգամը նայենք, որը կրում է հետևյալ վերնագիրը։ 1 ժամ էլ չկարողացաք արթուն մնալ։ Խնդրեմ էկրանին բարձրանա։ Այսպես էլ 1 ժամ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։ Հայրմերը եւ հայրմերի սովորեցնելը եւ ամեն ինչը այս արմատից է գալիս։ Աշակերտները Հիսուս մի հատ նայեք նկարը, աշակերտները քնած են։ Եվ նա ասում է 1 ժամ էլ չմնա։ 1 ժամը հատուկ է նշում։ 1 ժամը դա լուրջ աղոթքի ժամ է։ Երբևիցե եղել է, որ դու սենյակից դուրս ես եկել 1 ժամ աղոթելուց։ Անպայման իմացի 1 ժամ աղոթելուց հետո շատ բան քո կյանքում կփոխվի։ Եվ հատկապես եթե դու դարձնես դա դիսցիպլինա, կարգ ու կանոն ամեն օր այդքան աղոթել, ես կարծում եմ դու հոգևոր գիգանտ կլինես։ Բայց հավատացյալների կյանքից կորել է աղոթքը։ Ես կաղոթեմ ղեկի վրա, մի աղոթի, ղեկի վրա ուշադիր եղի քշելուց։ Հիսուսը չասեց, որ դե հասկանում եմ դուք բիզի եք, բան ղեկի վրա կնստես, կաղոթես եւ այլն, մի աղոթի մենակ քնելուց։ 2 րոպե չաղոթած քունը տանելու է։ Ուզում եմ, որ դու հարգես Աստծուն, ունենալու ներքին սենյակ, կառուցելու նրա հետ հարաբերություններ աղոթքի միջոցով։ Սա լուրջ հարաբերություններ են, որոնց հարգում է Աստված։ Ամեն։ Ես չեմ ուզում հարց տալ, եւ ես չեմ ուզում քո հոգեվոր խորությունների մեջ թափանցել, ասելով, քանի մարդ ձեզանից ունի կանոնավոր, կարգապահությամբ հիմնված աղոթքի կյանք։ Այդ պատասխանը թողնում եմ ձեզ վրա։ Լավ։ Նայենք մի բան։ Ինչպես աղոթքը ցանկությունից վերածել բերկրալի կարգապահության։ Գիտեմ, որ բոլորն են ուզում աղոթեն։ Գիտեմ, որ բոլորը կարիք ունեն աղոթելու, բայց ոչ բոլորն են այն դարձնում դիսցիպլինայով գործ։ Ես մինչև չաղոթեմ, ես խելքի չեմ կարող գալ։ Ինչպիսի սիտուացիաներով էլ անցնեմ, մինչև ես ներքին սենյակ չմտնեմ, մինչև ես չաղոթեմ, մինչև չզգամ ինչպես է հայտնապես լցնում Աստված ինձ, ես դուրս չեմ գա սենյակից։ Ես սա ասում եմ, որովհետև կիսվում եմ իմ փորձով։ Այո, այսօր աղոթքը կորած է քրիստոնեության մեջ։ Այսօր քիչ մարդ կգտնես, որոնք աղոթող են։ Այսօր քիչ մարդ կգտնես, որոնք աղոթքի արժեքը հասկացող են։ Այսօր քիչ մարդ կգտնես, որ կասի, երբ աղոթում էի, Տերը այսպես ասեց։ Ճիշտ եմ ասում, քիչ կգտնես, եւ սա մեծագույն խնդիրներից մեկն է։ Արի միասին նայենք Եբրայեցիս թղթից մի հատ համար գրված է, նրա համար, ինչպես Սուրբ Հոգին ասում է, այսօր, եթե նրա ձայնը լսեք, այսօր, քանի մարդ է այստեղից լսում, որ պիտի խոսենք աղոթքի մասին, քանի մարդ,
Այսքանիդ Աստված բերել է այստեղ, որ ասի, քո աղոթքի կյանքը պիտի նորովի կառուցվի։ Այսօր, եթե դու լսում ես նրա ձայնը, որ քեզ հետ խոսում է, որ կառուցիր աղոթքի միջոցով հարաբերություններ Աստծո հետ, նշանակում է այսօր, երբ որ լսեցիր, այսօր էր նա պատրաստ է մի բան խոսել քեզ հետ, որը անհրաժեշտ է քո կյանքի մեջ։ Ամեն։ Ես ավելին քան վստահ եմ, որ առաջի շարքից մինչև վերջի շարքը նստած ամեն մարդու մասին է խոսում Եբրայեցիս 3:7-ը։ Եթե դու լսեցիր նրա ձայնը, հա, այսօր եթե նրա ձայնը լսեցիք, ինչա պետք անել, չխստացնել մեր սրտերը, ապա ասել, օ, այս կիրակի գնացի եկեղեցի եւ Աստծո ծառան Տիրոջ խոսքը, որի միջոցով արձակվեց եկեղեցում, ասում էր, եկեք կառուցենք նորովի աղոթքի կյանք, եկեք կառուցենք դիսցիպլինիրованный աղոթքի կյանք, որովհետև ինչքան էլ մեկ ուրիշը աղոթի քեզ համար, նա դա կանի 1 կամ 2 անգամ, քեզ պետք է ունենալ մշտական քո սեփական աղոթքի կյանքը, ամեն, աղոթեք ինձ համար, կաղոթեն, բայց միշտ չեն աղոթի, հավատամ, դու պիտի ունենաս քո աղոթքի կյանքը, որովհետև այնտեղ Աստված սպասում է քեզ, քո լավագույն պատասխանները, քո կյանքի կարևորագույն շրջադարձը տեղի ունենալու աղոթքի կյանքում, ամեն, աղոթքի կյանքում եւ վերջ, եթե այսօր նրա ձայնը լսեք։ Երեկել ենք լսել մենք Աստծո ձայնը, երեկել են մեզ պատգամ տվել, դու երեք լսել ես, դա հրաշալի էր, բայց Աստված խոսում է ամեն օր եւ նա այսօր նոր բան ունի քեզ ասելու։ Նա ուզում է, որ ես եւ դու հասկանանք ինչ է նշանակում աղոթքի կյանքը։ Հարցը նրանում չէ, որ ուսումնասիրում ենք հայրմերը, այլ հայրմերը ուսումնասիրելու հետ միասին ուզում ենք հասկանանք ոնց ճիշտ աղոթենք, որ աղոթքը ձանձրալի բան չդառնա, զորով շարով, ամեն ինչ կարամ անեմ բացի աղոթքից, նկատել եք, ամենի կարամ հեռախոսով 5 ժամ զբաղվեմ, կարամ այս սերիալը նայեմ, կարամ սրա տուն հյուր գնամ, նա մեր տուն գա, կարամ գնամ խանութ, կարամ ընկերոջ հետ, սրա հետ, նրա հետ դնեմ, վերցնեմ, ալանի անհամ զրույցներ, բայց 5 րոպե չաղոթեմ։ Ես գիտեմ, որ ես այստեղ խոսում եմ համարյա 90%-ի հետ։ Այո։ Եվ այսօր Աստված խոսք է հղում իր եկեղեցուն։ Այո։ Եկ նայենք մնացորդած գիրքը։ Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, եթե խոնարհվի եւ աղոթ կանեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը եւ կներեմ նրանց մեղքերը եւ կբժշկեմ նրանց երկիրը։ Ուզում եմ այս համարը կանգնած մնա, այստեղ նայիր։ Ասում է, եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունը կանչված է, խոնարհվի եւ աղոթ կանի եւ իմ երեսը խնդրի, տեսեք ինչպես է ուզում, ասում եմ, եթե իմ ժողովուրդը, որ դու քանի մարդ է հավատում, որ ինքը Աստծուն է պատկանում, ուրեմն խոսքը քո մասին է։ Ասում են մարդիկում վրա իմ անունը կանչված է, եթե խնդրեք ու փնտրեք իմ երեսը, ես ուզում եմ, որ Աստծո մեծությունը նայես այստեղ։ Ասում խոնարհվեք ձեր չար ճանապարհներից, անմաքուր են չար ճանապարհներից, ասում ետ կանգնեք, ետ դառնաք։ Այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը, ուշադիր նայեք։ Պարզ հասարակ բան է ասում։ Այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը, կներեմ նրանց մեղքերը եւ կբժշկեմ նրանց երկիրը, դա կլինի երկիրդ, թե դա կլինի քո տունդ։ Ես կլսեմ երկնքիցը, ես կլսեմ երկնքից քեզ, ես կներեմ քեզ, ես չեմ ասի խի էսի սենց եղե, ես ուղղակի կներեմ քեզ, ես ուղղակի կվերականգնեմ քեզ, ես կբժշկեմ քո ընտանիքը, քո տունը, բա էս ոնց եղավ մենակ աղոթի, մենակ փորձիր գնալ այսօր տուն եւ ասել Քարոզաշարքի առաջին պատգամից սկսած ես որոշում եմ կայացնում, ասա քեզ, ես վերականգնելու եմ իմ աղոթքի կյանքը, ինչպես աղոթել ես հին ժամանակ, այն ժամանակները ամենը թող, ասա հիմա նոր հարաբերություններ եմ կառուցում Աստծո հետ, դա հնարավոր է, այո, երբեք ուշ չէ, երբեք ուշ չէ, այսօրվանից սկսիր աղոթքի կյանք կառուցել, թող այն լինի կարճ, թող այն լինի փոքրիկ, բայց սկսիր, հետո կտեսնես ինչպես նա կավարտվի, ամեն, 5 րոպե, ուղղակի վեր կաց երեկոյան քո բալկոնից, որ ոչ մեկ չխանգարի քեզ, ուղղակի քո բալկոնից նայի եւ ասա Տեր, ծանոթացրու ինձ քո հետ, ուզում եմ ճանաչեմ ով ես դու Տեր, ուզում եմ հասկանամ աղոթքի
բերկրանքը, աղոթքի հաճույքը ուզում եմ հասկանամ։ Մի փոքր խնդրանքով արի Տիրոջ առաջ եւ ասա, ուզում եմ նշան ցույց տաս այս խնդրանքի վրա, անպայման ինքը սիրում է ժողովրդին երեխոպես խաղա իրանց հետ։ Այն որ կա չէ երեխան, էդի եմ ուզում եմ, հա տալիս ես ուրախանում է վերջ։ Կտա եւ հետո կզգաս, մի փոքրիկ աղոթք, մի փոքրիկ խնդրանք, նա լսեց երկնքից քեզ։ Հետո քայլերդ մեծացնելու ես ավելի։ Ամեն, որովհետեւ զգալու ես, որ Աստված, այդ մեծ Աստված, այդ հզոր Աստված, ում ձեռքերի մեջ է երկինքն ու երկիրը, քո հետ խոսում է։ Իմ ու քո նման հասարակ ու փոքր մարդու հետ խոսում է, ասում է կներեմ էլ, կմաքրեմ էլ, կբժշկեմ էլ, դու մենակ ինձ դիմի, ես կլսեմ երկնքից, դու ասա Տեր, ես կասեմ այո, դու ասա Հիսուս, ես կասեմ ես այստեղ եմ, դու կասես Տեր, խնդրում եմ ինձ լսի, եւ ասելու է ես լսում եմ, դու ընդհանրապես խոսա, ամեն, աղոթքը հասարակ բաներ չհամարես, աղոթքը հասարակ խոսքեր չէ, աղոթքը հրաշքներ է գործում։ Ես ասացի աղոթքը հասարակ խոսքեր չէ, աղոթքը հասարակ գործ չէ, աղոթքը հրաշքներ է գործում։ Քրիստոնեության մեջ ամենակարևոր բանը, որից կարիք ունես բռնվելու, դա աղոթքն է։ Մարդիկ մեզ ասում են, որտեղ կարող եմ հանդիպել Հիսուսի հետ։ Աղոթքի մեջ։ Բայց ինչպես կարող եմ ճանաչել Հիսուսին, եթե կարդաս Սուրբ Գիրքը։ Պարզա, դու ուզում ես ճանաչեիր նրան, կարդա Գիրքը։ Դու ուզում ես հանդիպես նրա հետ, սկսիր աղոթել։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ այսպիսով շատերի համար աղոթքը դա մի հատ կորած արվեստ է։ Ես օրեր առաջ լսեցի մի տղամարդու, որ ասեց, գիտեք, քրիստոնեությունը կորած հավատք է, կորած ռելիգիա է։ Ես ցավում եմ այդ անձնավորությանը, որովհետև ավելի քան վստահ եմ, որ Տերը սրա հետ հանդիպելու է։ Ասած քրիստոնեությունը կորած ռելիգիա է։ Բայց չսարմանաս, որ ինքը տենց բան ասե։ Քրիստոնյաներ կան, որ հաճախում են եկեղեցի, իրենց համար էլ կորած աղոթքը, կորած զոհաբերությունը, կորած երկրպագությունը։ Ոնց է կորած։ Դու դրան չես մասնակցում, ուրեմն կորած է քո համար։ Տենց է։ Բայց նա սպասում է քեզ։ Դու մենակ կանչի, եւ ես կլսեմ երկնքից։ Ամեն, փառք Հիսուսին։ Եկ մի բան նայենք, աղոթքի ցանկությունը մեր անձի մեջ ծագող զգացում չէ։ Այն մեր մեջ պետք է ծնունդ առնի Սուրբ Հոգու զորությամբ։ Ամեն, աստվածային ցանկությունը Աստծո հոգով է սերմանված մեր սրտերում։ Եթե քո ներսում աղոթքի նկատմամբ որևէ ցանկություն չկա, որևէ արձագանք չկա, ես ոտ լուր ունեմ քո համար։ Հեռու ես Սուրբ Հոգուց, դու հեռու ես կանգնած Աստծուց։ Դա վտանգավոր է, բայց քո ցանկությունները ստեղ նստած ամեն մեկից շատ մեծ են։ Տերը օգնի մեզ, ամեն։ Շատ լավ, ուզում եմ միտեղ նայես, որ Հիսուսը գալիս է տաճար։ Իմ համար շատ ազդեցիկ նկար է այս նկարը, շատ ազդեցիկ նկար, մի հատ նայիր այստեղ, ուր է գալիս Հիսուսը, տաճար, երբ նա մտավ Երուսաղեմ, առաջի բանը, որ նա արեց, նա այցելեց իր տուն, երբ գալիս է Աստված, նա առաջինը գալիս է եկեղեցի, գալիս է իր տուն, այո, Հիսուսը գալիս է տաճար, Հիմա տեսեք, ինչի վերածեց այդ տաճարը։ Մենք բոլորս գիտենք այս պատմությունը, որ երբ որ նա ներս մտավ, հա, տաճարում վաճառականներ, առևտուր, աղմուկ եւ այլն, մինչ տաճարը Աստծո տունը դրված էր, նշանակված էր մեկ այլ կարևոր բանի համար։ Հիմա համարենք կարդալու Մատթեոս ավետարանից մեծ ճշմարտություն է պարունակում Մատթեոսի ավետարանը, ուրեմն այս համարների մեջ մեծ ճշմարտություն։ Մատթեոս ավետարան։ Հիսուսը մտավ Աստծո տաճարը եւ դուրս արեց տաճարի մեջ բոլոր ուրեմն ծախողներին եւ առնողներին, առևտրականներին եւ փողփոխողներին, չենջել կար այնտեղ, փողփոխողների սեղանները եւ աղավնի ծախողների աթոռները կործանեց։ Աղավնին էլ նա մատաղի համար էր եւ ասաց նրանց. գրված է իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, բայց դուք ավազակների այր նշանակում է ավազակների ворջ եք արել դրան։
դրան։ Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Եվ տաճարի մեջ ուշադիր լսի, կույրեր կային, կաղեր եկան եւ նրա մոտ ու նա նրանց բժշկեց։ Եվ որ քահանայապետները եւ դպիները տեսան այն հրաշքները, որ արավ, եւ այն երեխաներ, ուրեմն տաճարում երեխաներ եկան, սա էլ նայի, որտեվ սրա վրա կարևոր բան ունեմ ասելու, եւ այն երեխաներն էլ տաճարում աղաղակելիս ասում էին Օվսաննա Դավթի որդուն, ուրեմն նեղացան եւ ասացին նրան, լսում ես, դրանք ինչ են ասում, Հիսուսն էլ ասաց նրանց, այո, դուք երբեք չեք կարողացել, երբեք չեք կարդացել, թե մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնություն կատարեցի, էլ ստեղ կանգար։ Հիմա տես մի հատ կարևոր բան։ Մենք նոր կարդացինք Մատթեոս ավետարան 21-րդ գլխի, ուրեմն 12-ից մինչև 16 խոսքը, բայց ես ուզում եմ, որ դու տեսնես հետևյալը։ Երբ Հիսուսը մտավ տաճար, ուզում եմ նայես հետևյալը։ Երբ Հիսուսը մտավ տաճար, մի քանի կարևոր բան տեղի ունեցան։ Ուզում եմ բոլորի ուշադրությունը էկրանի վրա, խնդրում եմ էկրանի վրա։ Բոլորի ուշադրությունը էկրանի վրա։ Ինչ տեղի ունեցավ։ Խնդրում եմ փոխել նկարը։ Շատ լավ։ Այստեղ կանգառնենք։ Ներս մտավ Հիսուսը տաճար եւ մի քանի բան տեղի ունեցավ տաճարում։ Նա մաքրեց տաճարը եւ ստիպեց, որ այն դառնա սրբության տուն։ Հաջորդ բանը որ արեց, հայտարարեց, որ այն պետք է կոչվի աղոթքի տուն։ Եվ տաճարի մեջում, ինչպես մենք կարդացինք ավետարանում, կույրեր կային եւ նա նրանց բժշկեց, այսպիսով աղոթքի տունը դարձավ ինչ զորության տուն։ Այնտեղ կային երեխաներ, հիշում եք կարդացինք, երեխաներ կային տաճարում, տեսան այդ բոլոր հրաշքները, որ Հիսուսը անում է եւ որ նա արեց, աղաղակեցին Օվսաննա Դավթի որդուն, այսպիսով տաճարը դարձավ զորության տուն եւ փոխարկվեց գովաբանության, ուրեմն կատարյալ մի տան, սրբության տուն հետ, սրբության տուն, սրբության տուն, աղոթքի տուն, զորության տուն, գովաբանության տուն։ Հիսուսը մտավ տաճար եւ ասեց, այսպիսին պիտի լինի իմ տունը, այսպիսին պիտի լինի իմ ու քո տաճարը, այն պիտի լինի սրբության տուն, աղոթքի տուն, զորության տուն, գովաբանության կատարյալ մի վայր։ Ամեն։ Սա այն էր, որ ինչ ուզում է Հիսուսը։ Դու նկատում եք, որ այսօրվա քրիստոնյաներին նմանատիպ պատգամները դուր չեն գալիս, որովհետեւ սա մեծ շինարարություն է պահանջում։ Մեծ շինարարություն ներսում այս վիճակը կարգի հրավիրելու։ Կա մարդ, որ համաձայն է ինձ հետ։ Դարձնել տունը սրբության տուն քո տաճարը, դարձնել այն աղոթքի տաճար, ամեն, այո, դարձնել այն զորության, որովհետև ուշադիր նայիր, սրբությունից հետո եկավ աղոթքի տունը, աղոթքից հետո եկավ զորություն, զորությունից հետո եկավ գովաբանության։ Մի հատ ուշադիր նայ ինչպես եղավ, որովհետև եթե դու սկսես աղոթելը, հետևելու է քեզ զորությունը Սուրբ Հոգու, իսկ զորությունից հետո դու գովաբանելու ես Տիրոջը նրա մեծ հրաշքների համար, ինչը որ Հիսուսը արեց տաճարում, այո, շատ լավ, չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, բայց բոլոր նրանք, որ մեզ կլսեն նաև YouTube-յան ալիքից, ուզում եմ ասեմ, միթե այս նույն խնդիրը այսօր արկա չէ շատ եկեղեցիներում։ Այսօր եկեղեցիներում կլսես երկուպար հանդեսներ, խորովածներ ու քյաբաբներ, ինչպես մեկը մի օր եկավ ինձ ասեց, դուք ծառայության վերջում հաց չեք տալիս։ Ասացի ոչ, ասաց բացմանացած եկեղեցիներում այստեղ, միգուցե դուք Երևանից եկեք ձեր մոտ այդպես չէ, բայց այստեղ բոլոր եկեղեցիները ճաշ են տալիս։ Ես էլ ասացի տիկին, սա եկեղեցի է եւ ոչ թե Լյուբայի ճաշարանը։ Մենք չենք մտահոգված սոուս սեփելով, ոչ էլ հաճարով փլավ սնկով տալու, մենք մտահոգված ենք մարդկանց սովորացնելու, որ ձեր ներսը պիտի դառնա աղոթքի տաճար։ Մենք մտահոգված ենք ժողովրդին սովորեցնելու, որ եկեղեցի որ գալիս ես, ամենակարևոր բանը որ պետք է անես, փնտրես Տիրոջ երեսը, ոչ թե մտածես, բա հավաքույթի վերջում ինչ ենք ուտելու։ Այդ հարցը տաննել եք տալու օրը 4 անգամ։ Այստեղ ուտում ենք հոգևոր հաց։ Ամեն, եկեղեցին շոու սարքելու տեղ չէ, եկեղեցին մարդկանց զբաղացնելու տեղ չէ, եկեղեցին դա Տիրոջ հետ հանդիպելու սուրբ վայր է,
դա փոխվելու։ Դա միտեղ է որտեղ ասելու ես Տեր այսօր, այն որ ասում է երբ որ կլսեք նրա ձայնը, չխստացնեք ձեր սրտերը, այո ես քո ձայնն եմ լսում, խրատիր ինձ, սովորացրու ինձ, վերափոխիր ինձ Տեր, ինձ ոչ թե կողքինից, ինձ ոչ թե մեր տան անդամներին, ամեն ինչը սկսիր ինձանից Տեր։ Ամեն, ինչ որ մեկը կասի ամեն։ Պողոս առաքյալը խորիմաստ հայտարարություն է ուրեմն անում Կորինթացիների եկեղեցում ասելով որ դուք հասկանում եք ինչ է նշանակում տաճար լսեք ինչ ասում Պողոսը սա խորիմաստ արտահայտություն է չգիտեք որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեզանում տաճարը դա քո իմացած քարերով տաճարը չէ Աստված որ կառուցել է եկեղեցի նա չի մտածել որ օգտագործի մուրջ Եվ մեղ, աստված, որ կառուցել է եկեղեցի, նա մտածել է, որ եկեղեցին կենթանի քարերից է, ես և դու ենք եկեղեցին։ Եկեղեցին դա քարը չէ, եկեղեցին դա տաճարը չէ, եկեղեցին ես եւ դու ենք, որտեղ բնակվում է Աստծո հոգին։ Ամեն, հալելույա։ Եվ մի բան էլ կարդանք, հա? Եփեսացիներում, ասма ոնց է կառուցվում եկեղեցին, առաքյալների, մարգարեների հիմքի վրա շինված պիտի լինի, որի անկյունի գլուխը Քրիստոսն է։ Այստեղ չկա մարմնավոր շինարարություն, այստեղ կա հոգևոր շինարարություն։ Եկեղեցին Աստծո տաճարն է։ Մենք բոլորս իրար հետ կազմում ենք Աստծո որդիներով իրար հետ կազմում ենք Աստծո տուն, որտեղ ինչ է անում, այցելում է Աստծո որդին։ Ասում եմ, որտեղ է բնակվում Հիսուսը, որտեղ իր որդիների համայնքում։ Ձեր պապան որտեղ է գալիս իր գունը։ Ձեր տուն, որտեղ իր որդիներն են, որտեղ իր ընտանիքն է, այստեղ էլ եկեղեցու հայրը, եկեղեցու տերը, եկեղեցու առաջնորդը, եկեղեցու գլուխը գալիս է այն համայնքի մեջ, որտեղ այս կենթանի քարերը իրար հետ միասին հավաքված հավաքատեղ են կազմում եւ Աստծո տուն, ամեն, որտեղ տեղի են ունենում զանազան օրհնություններ։ Ես չգիտեմ ինչպես քեզ մոտ աղոթքը թողել է էֆեկտ, բայց ես ուզում եմ մի կարևոր վկայություն քեզ անել, միջանկյալ, որից հետո կշարունակեմ իմ պատգամը։ Ուզում եմ քեզ ներկայացնեմ թղթերի բավականին, կարծում եմ բավականին, ուրեմն, ուզում եմ որ դու տեսնես քանի հատ եմ թերթում։ Ուզում եմ անպայման որ դու տեսնես, դու տեսնում ես։ Սրանք բոլորը, հələ մեջը մի քանի հատ կա։ Դու տեսար սրանք։ Սրանք բոլորը այն կարևորագույն անալիզներն են, որ Հայաստանում տվել եմ, որոնց մասին այստեղ դիագնոզել են։ Որքան թուղթ տեսար բավականին էր, մեկ չէր, երկուսը չէր, երեքը չէր, այս բոլոր թղթերը Հայաստանում հերքվել է։ Ես տուն եմ վերադարձել ամբողջովին հրաշալի պատասխաններով, և սրա համար պատասխանում է աղոթքը, սրա համար պատասխանում է աղոթքը։ Սրանցից մեկը շատ վատ դիագնոզ ուներ, լսում եք ինձ, խաղճանես աղոթքի հետ, հասարակ բան չհամարես լինել եկեղեցում և հասարակ բան եթե քո կյանքում մի հատ լույս ծագեց, ծագելու է աղոթքի շնորհիվ իմանաս։ Երբ որ աղոթում ենք, հրաշքներ են տեղի ունենում։ Կարող է պատահի առաջին մի ժամանակը լուր լինի, մի հատ անապատային մի հատ վիճակ լինի ու մտածես, ինչ եղավ աղոթքը, բայց այն օրը, որ օրը դու աղոթեցիր կամ աղոթեցին քեզ համար, այդ աղոթքը գնում է աշխատելու պատասխանի վրա։ Կապ չունի, որ զգացմունքներդ լավը չեն, կապ չունի այսօր մռայլ ես արթնացել, երեկ տրամադրությունդ լավ էր, այսօր վատ է, վաղ ավելի վատ է, այսօր ավելի լավ է, դա կապ չունի, որ օրը որ հավատքով աղոթեցիր կամ աղոթեցին քեզ համար, դա գնացել է աշխատելու ի օգուտ քեզ։ Ամեն։ Այստեղ մի հատ դիագնոզ էր գրված, որ բավականին վատ էր։ Ես զանգել եմ Ամերիկա, դա ճշտել եմ իր ամեն չափերով և ամեն ինչով, Հայաստանում կամիսիային 2 անգամ հրավիրել և 2 անգամն էլ կամիսիան մերժեց, որը տենց բան գոյություն չունի։ Ամեն, դու Տիրոջը վստահիր, չդադարես աղոթելուց, որովհետև ես կրկնում եմ աղոթքը հասարակ խոսքեր չեն, աղոթքը հրաշքներ է անում, ամեն։ Ես դուրս եմ եկել ամեն կաբինետներից, այստեղ նայիր, ես դուրս եմ եկել ամեն կաբինետներից հուզված։ Ու ես մտածել եմ, շնորհակալ եմ քեզանից Տեր, մի դիագնոզը մեկի հետևից հերքել ես, մեկը մյուսի հետևից մաքրել ես, և սրա համար կրկին անգամ ուզում եմ քեզ ասել, ամեն կաբինետից դուրս գալուց ես հիշել եմ ինձ սարերի վրա,
Հիշել եմ երկար ու ձիգ աղոթքների մեջ քայլելուց։ Հիշել եմ երկար ու ձիգ տարիներ աղոթքների մեջ անցկացնելուց։ Լսեք, բարեկամներ, Աստված խաղ չի լինում, նա հավատարիմ մեկն է։ Ասաց դու խնդրի ինձ, ես երկնքից կլսեմ ու կբժշկեմ քեզ։ Սրանք տարբեր խնդիրներ են, սա նույն բանը չէ։ Սրանք տարբեր կաբինետներ են, եւ բոլոր կաբինետներից դուրս եմ եկել նեգատիվ պատասխանով։ Ես տուն եմ վերադարձել հուզված եւ ասում եմ շնորհակալ եմ, ես շատ մի երիտասարդ, չէ, ես երիտասարդ եմ, ալելույա, բայց ասենք շատ տենց երիտասարդ չեմ, ալելույա, բայց ուղարկել երիտասարդի առողջությամբ օրտնված սա մեծ բան է։ Ես 30 երկար ու ձիգ տարիներ ծառայում եմ մի հավատարիմ Աստծու, որը իմ ծառայության սկզբից ինձ սովորացրեց ծառայիր կարգապահությամբ, ծառայիր դիսցիպլինայով, ծառայիր ուրախությամբ, որովհետև գրված է տրտունջով իմ գործը անողը անիծյալ լինի։ Ծառայիր Աստծուն ուրախությունով։ Հաճախիր աղոթքի ծառայություններին, որքան աղոթքի ծառայությունից հետ կմնաս, այդ պրոբլեմները սարի պես բարձրանալու են, լսում ես, նստած տեղդ, դեմքդ, տխուր սարքելով, նայիր մեր կյանքին, էսի հարցեր չի լուծում, ատենց էլ մնալու ես, իմանաս, հարցերը լուծում է, երբ ոտքի ես կանգնում Հիսուսի անունով, երբ ոտքի ես կանգնում քեզ տրված աստվածային իշխանությունով եւ Սուրբ Հոգու առաջնորդությունով եւ աղոթքի մեջ կապում ես քո թշնամուն, ով մինչեւ այստեղ խեղդել է քեզ, այո, հայր մեր այդ մասին կսովորեցնի մեզ, ամեն, ես դուրս եմ եկել եւ տուն եմ եկել եւ անչափ ուրախացել եմ, ամեն կաբինետից ինձ դուրս են հարել ասելով, գնացեք եւ ապրեք հանգիստ։ Ամեն կաբինետից դուրս են հանել եւ ասել են, գնացեք ապրեք առողջ։ Եվ եթե խնդիրներ էլ ունեցել եմ, որովհետեւ եղել են, ասացին դրանք էլ են մաքրվել։ Երբ չգիտեմ, ոնց չգիտեմ, բայց մի բան գիտեմ, հավատարիմ է նա, ով խոստացել է ինձ, որ դու եթե ծառայես, հայրս կմաքրի քեզ։ Ամեն, ծառայիր Աստծուն, կառուցիր աղոթքի կյանք, հավատարիմ է Աստված, ամեն, որ քեզի բոլոր բժիշկների դռներից տուն կբերի, ժամանակը տնտեղ անցկացնելու փոխարեն գնա ավետարանի, գնա ծառայի Աստծուն, ամեն, փառք Հիսուսին։ Սա այն էր, ինչ որ պատրաստել էի վկայություն ձեզ համար, որովհետև ես անչափ օրհնված էի։ Գիտեք, այսօր գնաս մի հատ արյան անալիզ տաս ու դուրս գաս մի հատ պատմություն եմ բարդում քո վրա, որ կյանքը միանգամից իր գույները փոխում է։ Միակ բանը, որ ինձ ասացին, էս պիտի ճիշտ ասեմ ձեզ, ասացին քիչ քաղցր կեր։ Ասացի չեմ խոստանում, բայց կաշխատեմ։ Շատ լավ։ Միակ բանը էս է, մնացածը փառք Տիրոջը, եկել եմ տուն, դրել եմ այս թղթերը եւ ասել եմ, դուք ինչ արժեք եք ներկայացնում ինձ, դուք որքան եք հիմա ինձ ստիպում գոռալ եւ աղաղակել, իմ Աստծուն ասել Տեր, ես շնորհակալ եմ։ Գիտեք, կյանքում մարդու համար ամենաթանկ բանը դա լավ մեքենա քշելը չէ։ Դա լավ տուն ունենալը չէ։ Դուք տուն ունեք, չէ, մենք 3 հարգանի ունենք, կարևոր առողջ լինես։ Այ ինչ կասեք։ Մարդու համար ամենակարևոր առողջությունն է, որը ոչ մի գնով չես կարող հետ առնել, եթե այն կորցրեցիր, այո, փառք Տիրոջը, որ կորցնում ենք էլի է հետ բերում։ Եկ մի բան նայենք Հիսուսի աղոթքի ծառայությունը ինչպիսին էր։ Սա անցնենք, խնդրեմ ուշադիր լինենք, Հիսուսի աղոթքի ծառայությունը ինչպիսին էր, ոնց սկսեց Հիսուսը, ինչ կարևոր բան եմ շեշտադրել այստեղ, որ ուզում եմ, որ իմ հետ միասին անընդհատ տեսնես, Հիսուսը հայտնի անձնավորություն էր, ամեն, իր ծառայության մեջ մի բան էր շատ հայտնի, ես այսօր այստեղ եմ եկել այդ մասը, որ քեզի ցույց տամ, որ դրա հետևում թաքնված են մեծ հրաշքներ, մեծ գաղտնիքներ։ Ուրեմն այսօր նայելու ենք իր ծառայությանը եւ եկեք կարդանք Քրիստոսի սպասավորության ամենասկզբի մասին, Դա սկսենք Մարկոս ավետարանից, նայենք։ Մարկոսի 1:35-ում գրված է. Եվ լուսածակին առավոտած շատ կանուխ վեր կացավ, դուրս եկավ, գնաց մի անապատեղ եւ այնտեղ աղոթք էր անում։ Չեմ ուզում այս համարի վրայից անցնեմ, բայց ուզում եմ մի հատ բան ասեմ, լուսածակին, առավոտ կանուխ, դու ինչ ես անում,
Շնորհակալ եմ ազնիվ պատասխանի համար։ Քնած, ասաց, բայց նա լուսած, դե եկ սովորենք, դե եկ հետևենք Հիսուսին, դե գիշերները ժամանակին քնի, որ առավոտ կանուխ, վեր կենաս, առավոտ կանուխ, գիտեք, երբ որ ես Լոս Անջելես եմ վերադարձել, գնացել եմ էլ վերադարձել եմ Իստանբուլի ռեյսով, ես զարմացա, որ էկրանների վրա չգիտեմ քանի մարդ այդ ռեյսերով թռել եկել, ես զարմացա, որ լուսադեմ ժամը 4-ն էր եւ գրվեց pray, այսինքն աղոթեք, մուսուլմաններին դիմում։ Մեզի դիմեն, դիմեն, լուսադեմ չէ, այ։ Գիտեք իմ տղան գնացել էր իր ընկերոջ տուն շինարարություն էին անում, որովհետև մարդ էին կանչել, գնացել էին տեսնային ինչպես են շինարարություն անում, ասում եմ մի տաջիկ տղա էին կանչել, որը բանվորություն պիտի անի, եւ ասում եմ ես մինչև շրջվեցի, որ նայեմ ինչ են արել, տեսա մի հատ ցեմենտի տոպրակ, թափ տվեց այդ տաջիկը, լսում եք բոլոր զարգացած քրիստոնյաներ, ցեմենտի տոպրակը թափ տվեց, ծնկեց վրան ու սկսեց նամազ անելը, դու էդի անող էիր, մոռացի, դուսկի ձեր տանը առանձին անկյունում չես աղոթի, հա, ասում մնացի զարմացած ասեցի, այս տղեն չամաչեց ոչ ինձանից, ոչ ընդեղ ներկաներին, իրան հետաքրքիչ ասեց, կներեք ինձ տվեք մի քանի րոպե ժամանակ, ես պիտի աղոթեմ, ցեմենտի տոպրակը թափատվե, փռելա, վրեն կանգնելա, պարկել, ասում սկսեց նամազ անել, նայում եմ ինքնաթիռի մեջ, բոլորը քնած են, ինքը ցույց է տալի, լուսադեմ ժամը 4-ն է, լուսածակ առավոտ կանուխ, վեր կացեք, ասում pray, առաջի բանը, որ իջել ենք Իստանբուլ, որ ես լսել եմ, էդի դրանց աղոթքի ձայններ, մեջհետների, այդ բաների, այդ աղաղակը, այդ նամազը, իրիկունը դրանց ձայններ, դրանց, այսինքն ամեն ժամանակ իրանք լսում են այդ նամազը, լսում են այդ աղոթքը, լսում են այդ ձայնը, եւ դա իրանց կենցաղն է։ Այսօր ես դիմում եմ քրիստոնյաներին, բոլոր նրանք, ովքեր մեզ կնայեն նաեւ YouTube-յան ալիքով, ես չեմ ուզում եւ դու կարիք չունես որևէ մուսուլմանից որևէ աղոթքի բան սովորես, բայց մի բան, որ նախանձելի է հաստատ, այն հավատարմությունը, որ նրանք ունեն աղոթքի կամ Աստծո նկատմամբ, չիմանալով ինչ Աստծո են անգամ հավատում, չիմանալով ինչ Աստծո են հավատում, մենք չենք կանչված օրենքի տակ լինելու համար, մենք կանչված ենք շնորհքի տակ լինելու համար, բայց շնորհքը չչարաշահես, լավ, ուզենանք այսօր կաղոթենք, ուզենանք մի ժամ հետո կաղոթենք, ուզենանք իրիկունը կաղոթենք, մեզ համար ժամեր, պատարակներ, վայրկյաններ, տեղեր, ցեմենտի տոպրակներ, ստիպված մի գցի վրեն պարկի եւ այլն, ասած բաներ չի տրված մեզ, բայց շնորհքը ճիշտ է պետք հասկանալ, մենք ազատ ենք անելու եւ չանելու մեջ, բայց այդ ազատությունը շատ անգամ մեզի այնքան հեռու է տանում անելուց ու չանելուց, որ այտենց է չենք հասկանում, մենք հիմա ազատությունը անեցք տեսանք մեր վրա, թե օրհնություն, կա մարդ, որ հասկանում է ինձ, ծնող կա, որ երեխային ազատություն է տալի, ասում է ես քեզ վստահում եմ, բայց իմ վստահությունը չչարաշահես, ասում է կարող ես դուրս գալ գնալ եւ այլն, դուրս գալի, ասում է գնաց եւ այլևս չվերադարձավ, այսինքն ինչ արեց, այդ ազատությունը չարաշահեց, այդ վստահությունը չարաշահեց, ուզում եմ ասեմ, որ մենք օրենքի տակ չենք, որ ժամը 3-ը խփի պիտի նամազ անենք, ժամը առավոտվա 6-ը խփեց նամազ պիտի անենք, իրիկունը նամազ անենք եւ այլն, հել չեմ խորանում դրանց աղոթքի կյանքի մեջ, եթե սխալ ես գործել 360 անգամ այս բառը պիտի ասես, 440 անգամ Տեր Հիսուս կալկուլյատորով են խփում դրանք ինչ են անում, որ իմանան հաշվից չեն ընկել, սանց բաներ աղոթել, սանց բաներ չկա, կա մեզի պարզ տրված աղոթք, բայց դու մտիր քո ներքին սենյակ եւ քո հետևից գոցիր քո դուռը եւ ինչ որ ծածուկ տեղը խնդրես հայրդ ի հայտ կտա այսքան բան Աստված թողել է դոմեր վրա երբ ուզում ես որքան ուզում ես որտեղ ուզում ես բայց մենք դա չարաշահել ենք մենք մի բան չարաշահել ենք Հիսուսի ծառայության մեջ առաջի բանը որ տեսնում ենք լուսածակին վեր կացավ եւ գնաց աղոթելու գիտեք կան սովորություններ լավ սովորություններ օրինակ աղոթելը լավ սովորություն է ծխելը վատ սովորություն է այո ծխելը խմելը վատ սովորություն է
լավ սովորություններին follow արա, այո, սա սովորություն էր, որ Հիսուսն ուներ, ամեն առավոտյան լուսացակին կանուխվեր երկանում եւ աղոթում էր, իր ծառայության ամենասկզբի մասը տենում ենք, Հիսուսը աղոթում էր, հաջորդն ենք ուզում տեսնենք միջին շրջանը, որ Հիսուսը ծառայում էր, Մատթեոս ավետարանը, եւ երբ որ ժողովուրդներին արձակեց, վեր ելավ Սարը առանձին աղոթք անելու, եւ երբ որ իրիկուն եղավ, միայն ինքն էր այնտեղ։ Ուշադիր, եւ երբ որ ժողովուրդներին արձակեց, էլի ելավ Սարը աղոթելու։ Նկատում եք, ինքը սովորություն ուներ աղոթելու, առանձին աղոթելու, երբ որ իրիկուն եկավ, միայն ինքն էր այնտեղ։ Ուրեմն սա այնտեղներ, այս միջին շրջաններ, այս համարի շարունակությունը, այնտեղն է, որ Հիսուսը 5000 հոգու կերակրումը վերջացնում է ու նորից դառնում աղոթքի։ Ես մի քիչ առաջ ասացի, երբ որ նա մտավ տաճար ու տաճարը սրբության տուն կոչեց, հետո աղոթքի տուն կոչեց, հետո այն զորության տուն կոչեց։ Այո, տեսեք, երբ որ սկզբի շրջանը տեսանք աղոթքով սկսեց, միջին շրջանում արդեն հրաշքն ենք տեսնում։ Սա եմ ուզում նկատեք։ Եվ երրորդ բանը, որ իրացարայության վերջում մենք տեսնում ենք, անգամ տեսնում ենք, որ ծառայությունը Հիսուսի ավարտվեց խաչի վրա, այո, եւ խաչի վրա անգամ նա աղոթում էր։ Դա ով էր, որ խաչի վրա ասեց կատալասո, ով էր, որ խաչի վրա աղոթում էր տերների սրանց, ով էր, որ խաչի վրա հոր հետ խոսում էր Հիսուսը։ Ծառայության սկիզբը սկսեց աղոթքով, միջին շրջանում աղոթքը բերեց հրաշքների եւ ծառայությունը ավարտեց խաչի վրա կրկին աղոթքով։ Դա աղոթքի ավարտ չէր, դա մի բանի ավարտ էր եւ հզոր մի բանի սկիզբ։ Ամեն փառք Տիրոջը։ Եվ հիմա ուզում եմ Ղուկաս ավետարանից մի բան նայենք։ Ղուկաս ավետարանից մի բան նայենք։ Եվ Հիսուսն ասեց. «Հայր, թողիր դրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում»։ Սա խաչի վրային էր, ինչ որ Հիսուսը խնդրում էր։ Եվ նրա հանդերձները բաժանելիս վիճակ գցեցին։ Ուզում ասեմ, խաչի վրա դեռ շարունակում էր աղոթել Հիսուսը։ Գնանք առաջ։ Հաջորդ բանը, որ ուզում եմ, որ մենք տեսնենք Հովհաննեսում, եւ երբ որ Հիսուսը քացախն առավ, ասեց. «Կատարված», քացախ էին տալիս, առավ ասեց. «Կատարված է», եւ գլուխը խոնարհացրեց ու հոգին ավանդեց։ Սկսեց իր ծառայությունը աղոթքով, ավարտեց այն աղոթքով։ Երբ որ դու նայում ես, թե ավարտեց աղոթքով, մի քիչ ճիշտ չի հնչում, բայց ես ուզում եմ ասեմ, ընդամենը տեղի ունեցել 72 ժամվա դադար, որից հետո հարություն առած Քրիստոսը բարձրացավ կրկին այս աղոթքների պատճառով։ Ամեն, փառք Տիրոջը։ Շատ լավ։ Եկեք մի բան էլ նայենք հռոմեացիների, լավ եբրայեցիներից նայենք, եբրայեցիներից, այո, սեղ քեզ լավ բան ունեմ ասելու, ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ եբրայեցիս թուղթը, ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որ նրանց համար բարեխոսություն անի։ Լսեք, բարեխոսություն բառը հին թարգմանությունում կոչվում է advocate։ Ուզում եմ, որ դու մի բան իմանաս։ Երբ առաջի անգամ եկա Ամերիկա, ինձ ասացին, այս երկրում երկու մարդ է լավ ապրում։ Մեկ լոյերները, մեկ բժիշկները, հետագայում համոզվեցի, հատկապես լոյերները։ Այսինքն ամեն մարդ, որ մի գործ է բռնում, առաջերտինում ես դիմում լոյերի, չէ՞, եթե դա օրենքի հետ կապված բան է։ Այսինքն մեկը, որ օրենքը լավ գիտի, դրան ասում եք դուք լոյեր, advocate, հա։ Հիմա այստեղ բարեխոսություն անող բառը դրված է Հիսուս Քրիստոսը երկնքում քո advocate-ն է։ Հիսուս Քրիստոսը երկնքում քո լոյերն է, որ Հայր Աստծո առաջ բարեխոսում է, ամեն։ Ասման նա բարեխոսում է նրանց համար, ուստի և բոլորովին, եբրայեցիս թուղթն է ասում, ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որ նրանց համար բարեխոսություն է անում։ Հիսուսը նստած է հոր գահին, աչում նստած է, և ինչ է անում, մշտապես բարեխոսում է։ Ասում է, եթե նրանք մոտենում են իրան, ասում են Տերն, ասում է երկնքից, ես այստեղ եմ, նույն բանն է, ես լսում եմ, և եթե խնդիրներ ունես, լսիր, քո աղոթքը պատասխան է ստանում այն ժամանակ, երբ Հիսուսը հոր առաջ քո պատմությունն է պատմում։ Քո պատասխանը չի գալիս Հիսուսից, քո պատասխանը գալիս է Հիսուսի բարեխոսությունից հոր առաջ։ Ուրեմն աղոթիր,
որ նա քո ձայնը լսի եւ քո кейսը վեկալի գնա հոր մոտ եւ այդ кейսի վրա սկսի բարեխոսել ու հետո դրանից հետո կլսես պատասխանը ամեն դուք հազարավոր դոլարներ եք տալիս լոյերներին որ ձեր գործերն անեն բայց Աստվածաշունչն ասում է դու լոյեր ունես երկնքում որ բարեխոսում է այո այսօրվանից կօգտվես այսօրվանից կգնաս եւ կասես այս кейսը քեզ եմ հանձնում Տեր եւ աղոթում եմ որպեսզի հոր առաջ դու բարեխոսես ամեն փառք Տիրոջը շատ լավ Հռոմեացիներից թղթից մի բան կարդանք Հռոմեացիներից թղթից մի բան կարդանք այնպես էլ հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթ կանենք եւ ինչպես արժան է չգիտենք, բայց ինքը հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում։ Սա հրաշալի համար է, հրաշալի համար։ Դու չգիտես անգամ ինչի համար ինչպես աղոթել, քո խնդրի համար մարդկանց հարցում եմ ինչու չեք աղոթում, ասում եմ չգիտեմ ոնց աղոթեմ։ Ոչ չգիտեմ ոնց աղոթեմ, չգիտեմ ինչպես աղոթեմ։ Կանգնիր Տիրոջ առաջ ասա հայ ես Տեր, ես եկել եմ իմ խնդիրով, չգիտեմ միգուցե կայտար լեզու չունեմ, իմ լեզուն ճարտար դպրի գրիչի նման չի, որ սիրուն բառեր ասեմ, տպավորիչ բառեր, բայց հավատա դրա կարիքն Աստված չունի, աղոթիր այնպես ինչպես ուզում ես, բայց նա մնացածը, ինչը որ չես կարող աղոթել այնպես, ծակ ու ծուկը, որը չես տեսնում, դիմացը, առջևում, ապագայում ինչեր կարող են լինել, որ չես տեսնում, սա քո փոխարեն Հիսուսը կբարեխոսի։ Ամեն դուր Աստծուն բարձր ծափահարություն։ Կարգապահություն։ Լավ, իմանայինք սա նայինք։ Ինչ է տեղի ունենում, երբ որոշում ես աղոթել։ Առաջին հերթին Սուրբ Հոգին մեր մեջ աղոթելու ցանկություն է ծնում։ Երկրորդը, երբ մենք հնազանդվում ենք, ցանկությունը հասունանում է մեր մեջ եւ ընթանում է դեպի Սուրբ կարգապահության վայր Տիրոջ առջև։ Երրորդը, եթե սովորենք կանոնավոր աղոթքին, այն մեր կյանքում կբարձրանա երրորդ մակարդակի, ստեղնայի ցանկությունից կարգապահություն, կարգապահությունից բերկրանք, բայց բոլորը սկսվում է ցանկությունից։ Սկսիր ցանկանալ աղոթել, ասա Սուրբ Հոգի ծնիր իմ մեջ այդ ցանկությունը, հետո դիսցիպլինիրված արա դա, որից հետո աղոթքը կդառնա ուղղակի բերկրանք։ Բժշկությունն ասում է, որ մի բան 21 օր եւ նույնը հաստատում է գիտությունը 21 օր միևնույն բանը նույն ձևով կրկնես 22-րդ օրը ավտոմատ այդ բանը կրկնելու ես 21 օր անձդ վարժեցնում մի բանի մեջ 22-րդ օրվա վրա դու նկատես դու դա ուզում ես անես դու դա ուզում ես մշտապես անես այո այսօրվանից սկսիր աղոթքը դարձնել դեռ ցանկություն, ցանկանում եմ աղոթել, Տեր ծնիր իմ մեջ այդ ցանկությունը, Տեր օգնիր ինձ Տեր, ես չեմ ուզում ուրիշ աղոթի, 1, 2, 3 ավել չեն աղոթելու, աղոթիր ինքդ, մարդը պիտի ինքը աղոթի, մարդը պիտի իր հացը իր սեփական ձեռքով վաստակի, մարդը իր հացը պիտի իր սեփական ձեռքով ուտի, մարդը պիտի իր շորերը հագնի իր սեփական ձեռքերով, ամեն, որ դու զգաս, որ դու առողջ ես եւ կենդանի Քեզ չեն հագցնում, քեզ չեն կերցնում, քեզ չեն տանում, դու կենդանի ես։ Այնպես որ ուզում եմ, որ առաջի հերթին այսօրվա կարևոր աղոթքը լինի Տեր, ծնիր իմ մեջ ցանկություն աղոթելու, որից հետո ես այն դիսցիպլինայի կբերեմ, իսկ հետո նա կդառնա հաճույք։ Ինձ մարդիկ, որ մոտենում են, որ ասում են աղոթիր ինձ համար, ես չեմ ասում, գիտեք, ես ձանձրանում եմ եւ այլն ես կոմենկոմ Չէ, ես մեծ հաճույքով աղոթում եմ, գիտեք ինչու, որովհետև այն արդեն տարիների մեջ դարձել է ինձ համար հաճույք, բերկրանք, դիսցիպլինա, քրիստոնյան պիտի ունենա աղոթքի կյանք, դու չես կարող կոչվել քրիստոնյա, դու չես կարող կոչվել Աստծո ծառա եւ չունենալ աղոթքի կյանք, դա սխալ է, ինչ որ մի բան շատ սխալ է, այո, ինչ է անում սատանան, ամեն կերպ աշխատում է քեզի շեղի աղոթքից Որովհետև եթե նրան հաջողվի շեղել քեզ աղոթքից, քեզ ջարդելը, ոչնչացնելը ժամանակի հարց է լինելու։ Որովհետև նա գիտի, եթե քրիստոնյան անջատվեց աղոթքից, եթե քրիստոնյան հեռացավ աղոթքից, նրան խորտակելը կամ նրան հավասարացնելը գետնի ժամանակի հարց է։ Չսիրել աղոթել, չկարողանալ աղոթել, դա խոսում է բռնվածության մասին։ Պարզ է Ես ուզում եմ այս կողմն էլ իմանաք,
Եթե մարդը չի սիրում աղոթել, եթե մարդը ասում է ես չեմ կարող աղոթել, եթե մարդը ամիսներով, շաբաթներով կարող է նստել հեռախոսի վրա, բայց 5 րոպե չտրամադրել Աստծուն, ես ուզում եմ ասել տվյալ անձնավորությունը բռնված է։ Սա առիթ է մտածելու համար։ Հաջորդ բանն եմ ուզում, որ մենք նայենք։ Երբ որ խոսում ենք դիսցիպլինայի մասին, ապա սա լսիր։ Անգլերենում աշակերտ բառի արմատը դա կարգապահություն բառն է։ Աշակերտ բառի, disciple բառի արմատը դա կարգապահությունն է, դիսցիպլինա բառն է։ Եվ այս արտահայտության գաղափարը բացահայտվում է որպես Հիսուսի, հա, կարգապահ աշակերտ կամ հետևորդ։ Եթե դու համարվում ես Քրիստոսի հետևորդ, առաջին բանը, որ աշխարհը քո մեջ պիտի տեսնի, դա դիսցիպլինան է։ Այո, կանոնավոր ձևով, եկեք դաստիարակենք մեր մեջ աղոթող մարդուն, ամեն, փառք Տիրոջը։ Հաջորդ բանը, որ ուզում եմ նայենք հետևյալն է, Հիսուսի կյանքի օրինապահությունը դա աղոթքի կյանքն էր, ամեն։ Մի բան հարցնեմ, կուզես Հիսուսի պես աղոթես, դա դժվար չէ, ուղղակի սկսիր աղոթել, դա դժվար բան չէ, սկսիր աղոթել։ Գիտեք, ես ուզում եմ ասեմ, որ մենք հայր մեր աղոթքի բոլոր համարներով եւ բոլոր կետերով անցնելու ենք, անպայման ամեն կիրակի անցնելու ենք, օրինակ հայր մեր որ երկնքում ես քո անունը սուրբ լինի, հաջորդ կիրակի ենք անցնելու։ Մի հատ առաջի հերթին այնտեղ պետք է նայեք ինչպես եղավ որ նա դարձավ քո հայրը եւ եթե հрьян լսի որ դու իր Աստծուն ասում ես հայր մեր շատ ազարմանալու այո ինչպես եղավ որ նա դարձավ մեր հայրը եւ ինչ անուններ ունի նա որոնց ասում ես քո անունը սուրբ լինի քանի անուններ ունի առաջին նախադասությունը հայր մերի անցնելու ենք հաջորդ կիրակի ես ընդամենը ուզում եմ հիմա մի քանի բաներ իրար հետևից ասել անցանք սրա վրայով Պողոս առաքյալը մի հատ հրաշալի բառ է ասում, եկեք ուշադիր նայենք Կորինթացիների այս թղթին, այո, այս համարին, Պողոսը շեշտում է աշակերտ լինելու իրականում հիմնական նպատակը, որը վազողի նպատակը դա պետք է լինի ուրեմն հաղթանակի ցանկությունները։ Գիտեք, մարդիկ կան, որ առավոտյան ելնում են այստեղ, ամենտեղ էլ վազում են։ Պողոսն ասում է, գիտեք, մարմնավոր վարժությունների մեջ քիչ օգուտ կա, բայց հոգևոր ուրեմն բաների մեջ, հոգևոր վարժանքի մեջ կա շատ ավելի պիտանի լույսություն։ Ասում է, չգիտեք, թե ասպարեզի մեջ վազողները ամենքն են վազում բայց մեկն է հաղթանակ առնում, դուք այնպես վազեցեք, որ հասնեք։ Եվ ամեն որ մրցում է, ամեն բանից ժուշկալ է լինում։ Հիմա նրանք մրցում են, որ վազում են, որ մի հատ ապականացու մի հատ պսակի, մեդալ, մի հատ պսակի ասում է, պսակ առնեն դրան հասնեն, իսկ մենք վազում ենք, որ վերցնենք անապականելին։ Ամեն։ Պողոսը նույն Պողոսը Տիմոթեոս թղթում ասում է, որ մարմնի վարժությունները քիչ բանի են պիտանի, բայց Աստված պաշտությունը ամեն բանի է պիտանի։ Ասում է, սրանք վազում են, եթում են ջիմ, ժամերով տանջվում են, քրտնում են, կալորիա են վառում, հələ մի հատ էլ փող են տալիս, այս մայթի քիչ բանի է պիտանի, բայց այդ այնց կալորիա վառի աղոթքի ժամանակ դու կդառնաս հերոս։ Գիտեք, ես ես մի բան ասեմ, դու մտնում ես աղոթքի, հələ թեթև ես քաշով աղոթքից դուրս ես գալի պիտի զգաս, որ դու ծանրացար, լցվեցիր, աղոթեցիր, ձգվեցիր, փոխվեց տրամադրությունդ, ամեն բան խելքի բերեց Տերը։ Եթե դու լսում ես ու ասում ես, «Էս ինչ ասում», ես քեզ խորհուրդ կտամ, գնա տանը արա եւ կտեսնես։ Այսքան բան, գնա տանը արա եւ կտեսնես։ Եկ նայենք իրար հետևից մի անցանք սրանից էլ անցանք։ Մարմնի վարժությունները, հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, կրկնում եմ, այսօր դեռ չենք խոսելու այդ մասին, սա առաջին նախադասությունն է հայր մերի, առաջին նախադասությունն է, երկրորդ անցնենք, գա քո թագավորությունը, լինի քո կամքը, գա քո թագավորությունը, լինի քո կամքը, հասարակ մի բան, ուզում եմ հարց տամ, գա քո թագավորությունը, ինչ թագավորություն, այն որտեղ գա, եւ որն է Աստծո կամքը, դա այն մյուս կիրակի կճանաչես Գա քո թագավորությունը եւ լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Սա շատ լուրջ նախադասություն է։ Հիմա հասկանում ենք, որ հայր մերը դա աղոթք չէ։
Հայրմերը նկատեք հատ առ հատ անջատում ենք, նկատում ենք, որ Հիսուսը սովորացնում էր կարևոր պատճառներ, կարևոր թեմաներ, որոնց համար անհրաժեշտ է ամեն օր աղոթել, թող գա քո թագավորությունը։ Երբևիցե ուզեցել ես քո տան մեջ տեսնես ուրախություն, խաղաղություն, սեր, ծիծաղ, դա Աստծո թագավորությունն է։ Այն ուտելիք եւ խմելիք չէ, այն շոշափելիք չէ, այն ուրախություն է, ցնծություն Աստծո հոգով, ամեն։ Աստվածաշունչն ասում է, ասա թող գա քո թագավորությունը եւ այն կգա։ Ասած դուք կանչեք եւ ես կասեմ ես այստեղ եմ։ Դուք մենակ կանչեք ինձ, ես կլսեմ ու կգամ ու կբժշկեմ, բայց դուք մենակ կանչեք, բարձրացեք, ոտքի կանգնեք, կանչեք, աղաղակեք եւ ես կգամ։ Կբերեմ իմ թագավորությունը այն ընտանիքներում, որտեղ վաղուց ծիծաղի ձայն չկա։ Այն ընտանիքներում, որտեղ ուրախությունը փոխարկվել է արցունքների, այնտեղ որտեղ կա մշտանջանական լռություն, կգա իմ թագավորությունը, դու մենակ կանչի։ Հաջորդը Տեր մեր ամենօրյա հացը տուր մեզ։ Ամենօրյա հացի կարիք ունենք, բայց այստեղ միայն հացի համար չէր Հիսուսը խոսում։ Դու նաև հանապազօրյա հոգևոր հացի կարիք ունես։ Տեր ինձ ամեն օր իմ չափաբաժինը տու, բաց Սուրբ Գիրքը, կարդա Աստծո խոսքը, եւ նա ամեն օր քո կյանքի համար քեզ անհրաժեշտ հացը պատրաստել է։ Հացը մենակ ֆիզիկականի մասին չէր, որ Հիսուսն ասեց, ասա տուր ինձ նաև իմ հոգևոր հանապազօրյա հացը, որտեղ կա թաքնված հայտնություններ քեզ համար։ Որտեղ դու ոչ թե մեկին չես դիմի, ոչինչին չես դիմի, ապա կդիմես իմ խոսքին եւ իմ խոսքը քեզ կտա պատասխան։ Սա լուրջ հոգևոր կյանք է, համաձայն եք։ Հաջորդը նայենք։ Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին։ Ինչ պարտքերի մասին է խոսքը։ Մենք ապրում ենք երկրի վրա եւ մենք մշտապես ունենում ենք խնդիրներ ման հետ։ Մշտապես ունենում ենք կոնֆլիկտներ մարդկանց հետ, թե այդպես բան չի լինում ձեզ հետ, հա լինում է այդպես բաներ, հա, լինում է պաստորեն, այսինքն այդ կոնֆլիկտները քո հետևից թողնում են պարտքեր, թողնում են ներման պարտքեր եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին, ուրեմն կսովորես, որ աղոթես, որ նա քո պարտքերը ների եւ քեզ կսովորացնի Տերը, դու էլ ուրիշի պարտքերը ների, ամեն, ահա հայրերի գաղտնիքները եւ հաջորդը Եվ մի տանիր մեզ փորձության այլ փրկի մեզ չարից, քո ընտանիքը ամեն օր քո աղոթքի կարիքն ունի, քո ընտանիքը, գիտեք, ես հարց կար, որ զանգել եմ այստեղ եւ ինձ համար աղոթել են, բոլորի համար գաղտնիք չէ, որ մոտավորապես 1 տարի 8 ամիս է, ուզում է գրին քարտի, որ законопослушный гражданин, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, законопослушный гражданин, օրենքին հնազանդ քաղաքացի ես, մարդ ես, հարկեր ես վճարում, կրիմինալնի ոչ ներկա, ոչ անցյալ ունես, ոչ մի բան, այսը բռնում է քեզ, պատճառը մանգալի բռնելու, գիտեք, ես ես մի բան ասեմ, Երևի այս հովուբովի մեջ, որ այն ինչ որ մենք ինֆորմացիան լսում ենք, որ պատտվում է, այն ինչ որ մենք տեսնում ենք, այն ինչ որ մենք լսում ենք, լոյերներն են ասում, սրանք են ասում, նորություններն են ասում եւ այլն, ես ես մի բան ասեմ, դա սաղ ճիշտ չի։ Ինձ այրոպորտում դիմավորել են ամենաբարձր ձևով, մարդը ոտքի էր կանգնել, մտածում եմ, բոյով ձյաձեր, լոլոս, բոյով, այս ձյաձան խիա ոտի կանգնել, այնքան է խելոք մարդ է դեն, welcome to home, ու մտածում եմ այսը որտեղ այ մարդ, այսը որ մասում է կանգնած, ես տեսա այսին, խմբով կանգնած էին, բայց այսը ինձ չտեսավ, որտեղ ինձ տեսնելու կարիք չուներ, որովհետև նա որ հրամայել էր չնայել այս կողմ, չնայեցին այդ կողմ, ամեն։ Այրոպորտում ինչքան շուն ասես կար, տուզիկ, ինչքան տուզիկ կար, ինչ բաներ ասաց, ինչքան շուն կա այրոպորտում, մի հատ շուն չմոտեցավ ինձ, որովհետև եթե Աստված քեզ հետ է, ուզում է դա լինի կենդանի, ուզում է դա լինի մարդ, նա կթեքի դրանց ճանապարհը, նա կթեքի իրանց հայացքները, ես դուրս եմ եկել այնպես, կարծես այրոպորտում պոտել չէի դրել, Փառք Հիսուսին, Փառք Հիսուսին, Անչափորդնված է, երբ այդ ժամերի մեջ լսում է, որ եկեղեցին եւ որոշ ծառայողներ հատկապես աղոթքի մեջ էին, ես հասկանում եմ, որ եթե քո համար կան աղոթողներ, եթե քո համար բարձրանում է աղոթք, Աստված չի առհամարի, Աստված չի անտեսի, ամեն, Փառք Տիրոջը, շարունակեմ, եւ մի տարմեզի փորձության հետ
մի տար մեզ եւ մի տանի մեզ փորձության այլ փրկի մեզ չարից ամեն օր դու կարիք ունես խնդրելու պաշտպանությունը Տիրոջ քո համար, քո երեխաների համար, նկատում եք ինչպեսի ավտովթարներ են տեղի ունենում, ավիակատաստրոֆաներ են տեղի ունենում, ինչ ասես մարդը կանգնած տեղը վերակենում ընկնում է, հա, մի տանիր մեզ փորձության Տեր, այլ հակառակը փրկի մեզ չարից, այս աղոթքը պիտի այս կիրակիներից մեկում հատուկ կիրակի, հատուկ ծառայություն հատկացնենք սովորելու մի տանիր մեզ փորձության, այլ փրկի չարից, հարց, ով է տանում մեզ փորձության, ասում մի տանիր մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, սա ենք խնդրում ենք Տիրոջը, մենք խնդրելու ենք այդ օրերին պաշտպանություն ընտանիքների համար, մենք սովորելու ենք ինչպես ապրել այնպես, որ չասել Տեր, չտնես ինձ փորձության, չընկնել փորձությունների մեջ, ու եթե ընկել ենք Աստծո փառավոր ձեռքը անպայման մեր մի պարզ զղջումից դուրս հանելու մեզ, ամեն, որովհետև մնացորդած գրքում ասում է, եթե ետ դառնաս քո սխալներից, ետ դառնաս քո մեղքերից, այն ժամ ես կլսեմ, կբժշկեմ երկիրդ էլ, տունդ էլ, քեզ էլ, ամեն, հաջորդը, որովհետև քոնն է արքայությունը, զորությունը եւ փառքը, այո, քոնն է արքայությունը, Այստեղ էլ մատնանշում է հայր մեր աղոթքի վերջնական թեման, ամենավերջում անդրադառնալով գովաբանությանը, փառաբանությանը, եւ որով էլ հայր մեր աղոթքը հաղթական ավարտ է ունենում, որովհետեւ քոնն է արքայությունը, քոնն է զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն Ես ուզում եմ քեզ հիշեցնել, որ մենք անցնում ենք հայր մեր աղոթքի նոր քարոզաշարքը եւ այսօր այդ քարոզաշարքի առաջին պատգամն էր, որտեղ Հիսուսը մատնանշեց հետեւյալը, ասել աշակերտներին դա նույնն է ասել քեզ, մեկ ժամ էլ չկարողացաք արթուն մնալ։ Այսինքն մեկ ժամվա աղոթքը բերելու է իր հետևից լուրջ կարևոր հետևանքներ քո կյանքի համար։ Ամեն Ուզում եմ, որ ոտքի կանգնենք, լավ, Երեմյան աղաչում էր մարդկանց, որպեսի մարդիկ աղոթեին, Երեմիայից եթե համար ունենք այստեղ, կխնդրեմ դնենք, Երեմիա, վերկաց աղաղակիր գիշերովը, գիշերվա պահերի սկզբումը, սիրտդ ջրի պես թափիր Տիրոջ երեսի առաջին, դեպի նրան բարձրացրու ձեռքերդ քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նվաղում են բոլոր փողոցների գլխին, մի հատ լրիվ ուրիշ արտահայտությունը, քանց թե կարծում ես երեխաները սոված են, դրա համար են աղաղակում, վերկաց ասում է, աղաղակի գիշերովը, որ լուսածակը է, Այդ գիշերվա պահերի սկզբում ասմա վերկաց եւ աղաղակիր, սիրտը ջրի պես թափի Տիրոջ առաջ, դեպի նրան բարձրացու ձեռքերդ երեխաներիդ հոգիների համար, լսում ես, դուք հարցնում եք, ինչու երեխաներս դարձի չեն գալիս, ես չեմ ուզում քեզ ցավացնեմ, ես չեմ ուզում ամաչացնեմ քեզ, որ ասեմ, ողբ Երեմիայի 2:19 կարդացել ես, Գիշերվա պահերին կարող ես անցնել մարմնիդ վրայով, քնիդ վրայով, հա, եւ կանգնել եւ աղաղակել որդիներիդ, երեխաներիդ, հոգիների համար։ Նեմյան մեզ համոզում էր աղոթքի մեջ ուրիշ բան։ Եվ նայեցի ու վեր կացա եւ ասացի իշխաններին ու ոստիկաններին ու մնացած ժողովրդին նրանց երեսիցը մի վախեցեք, հիշեցեք մեծ եւ ահեղ Տիրոջը եւ պատերազմեցեք ձեր եղբայրների, ձեր որդկանց եւ ձեր աղջիկների, ձեր կանանց եւ ձեր տների համար։ Ում համար պատերազմեցեք եղբայրների համար ձեր, որդկանց համար ձեր երեխաների, ձեր աղջիկների համար, ձեր ամուսինների, ձեր կանանց, ձեր տների համար պատերազմեցեք։ Այսօր պատերազմի ժամանակ է։ Այսօր երկնքի տակ պատերազմում է ամեն տուն, ամեն ընտանիք։ Այսօր պատերազմելու ժամանակ է։ Այսօր երեխաների եւ որդիների հոգիների համար կանգնելու եւ պատերազմելու ժամանակ է։ Դուք նկատել եք մեղքը ինչ զորությունով շարժվում է երիտասարդության վրա։ Դուք նկատում եք, որ երիտասարդության կողմից դարձ չկա դեպի Քրիստոսը։ Նկատում եք դա, որովհետև իրանք Քրիստոսի մեջ չեն գտնում հետաքրքրություն, աշխարհը զորություն ունի նրանց պահելու համար, եւ Նեմյան համոզում է մեզ,
Համոզում եմ մարդկանց, լսեք, թողեք այդ քնելը, վերկացեք եւ սկսեք այդ հոգիների, աղջիկների, տղաների, կանանց, ամուսինների ձեր տան համար աղաղակել։ Նեմյան, Դավիթը, Երեմիան, Հիսուսը, Մովսեսը, Հակոբոսը, Հակոբը, Աբրահամը, սրանք բոլոր այն Աստծո մարդիկ են, Հիսուս Քրիստոսի այն հրաշալի հետևորդները, որոնք մեզ թողել են աղոթքի կարևորության օրինակները, այս բոլոր անունները, որոնք տվեցի, հասել են հաղթանակների Տիրոջ առաջ երեսնի վայր ընկնելու պատճառով, ամեն աղոթքը դատարկ խոսքեր չէ, աղոթքը հրաշքներ է գործում, և հայրմերը դա աղոթք չէ, որից դու բռնվես և ասես, մենք հայրմերը կաղոթենք և մենք Աստծուն կասենք, թե մենք աղոթեցինք, այտենց բան չկա, հայրմերը դա մի մոդել է, որը իր մեջ ներառում է ամեն օրյա, ես կարդացի, ամեն օրյա մեր կարիքները, 8 կարևոր թեմա, հայրմերը աղոթք չէ, հայրմերը աղոթքի մոդել է, աղոթքը դա սարտաբուխ, դա սրտից բխած պարզ քո հասարակ պարզ բառերով դիալոգ է Աստծո հետ, այսքանը, եկ աղոթենք, հալելույա փառք Տիրոջը, եկեք խնդրենք, որպեսզի Սուրբ Հոգին մեր սրտերում արմատավորի աղոթելու ցանկությունը, հետևողական աղոթքի մեջ ընդունակ դարձնի ամենօրյա առաջընթացի և աղոթքի պարտականությունը փոխակերպի բերկրանքի։ Ուզում եմ, որպեսզի մենք լրջությամբ հիշենք Տիրոջը և իր օրինակը և Աստծուն դրոշմենք մեր սրտերում։ Աստված փնտրում է բարեխոսներ, կանգնելու խրամատներում իր առջև։ Ուզում եմ, որ իմանաս, առանց աղոթքի դու չես տեսնի օրհնված կյանք, առանց աղոթքի դու չես տեսնի ապահով կյանք, առանց աղոթքի դու չես տեսնի պաշտպանված կյանք, առանց աղոթքի չես տեսնի որդիների դարձը, չես տեսնի։ Եզեկիելն ասում էր, որ եկեք կանգնենք պարիսպների վրա և խրամատների, ասում էր Եզեկիելը, և ես նրանցից մարդ որոնեցի, պարիսպը շինող և խրամատության առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նրան չապականեմ, և ասում է, բայց չգտա աղոթող, որ կկանգներ խրամատների դեմ ու կկռվեր քաղաքի համար, ընտանիքի համար, զավակների համար։ Ես փնտրում էի պահապաններ, որոնք կկանգնեին ու կաղոթեին Տիրոջ առաջ, բայց չգտա, սա ցավալի բան է։ Եզեկիելը այս մասին խոսել է հազարավոր տարիներ առաջ և հազարավոր տարիներ անց այս խնդիրն ավելի անմխիթար է։ Աստված փնտրում է պարիսպների վրա պահապանների, պահապաններ ընտանիքի, պահապաններ աղոթողներ եկեղեցու, աղոթողներ երկրի համար, աղոթողներ անձի շինության համար, որդիների դարձի համար, Աստված փնտրում է աղոթողների բանակ և ասում է, ես չգտա։ Աղոթում եմ, որպեսզի Սուրբ Հոգի դու մեր մեջ ծնես աղոթքի ցանկություն։ Ես ուղղակի ամենահասարակ ու պարզ խոսքերով եմ քեզ դիմում, ամենապարզ ու ամենահասարակ խոսքերով ծնիր մեր ներսում աղոթքի ցանկություն, օգնիր մեզ Տեր, հենց այդպես պարզ և հասարակ մի աղոթք եմ բերում քո առաջ, օգնիր մեզ Տեր, որ մենք սիրենք աղոթել, օգնիր, որ մենք կարողանանք քո զորությունով և քո առաջնորդությունով կառուցելու մեր ներքին սենյակը և գեղեցիկ ու ամուր ու առողջ հարաբերություններ ստեղծել Տեր Հիսուսի հետ, օգնիր, ծնիր, ուղղակի ծնիր մեր մեջ այդ ցանկությունը աղոթելու Տեր, ծնիր այդ ցանկությունը, որը կվերածվի հետո կարգապահության, իսկ կարգապահությունից հետո բերկրանքի, ծնիր ուղղակի մեր մեջ,
Օգնիր մեզ Տեր, օգնիր Տեր, որ կարողանանք Տեր զգալ այդ կանչը, օգնիր, մենք բոլորս էլ գիտենք, որ աղոթքը անհրաժեշտ է, մենք բոլորս էլ գիտենք, որ աղոթքը հրաշքներ է գործում, մենք բոլորս էլ գիտենք, աղոթ նշանակում է եկեք դիմենք Աստծուն, աղոթ նշանակում է եկեք մեր խնդրանքով, մեր աղաչանքով վայր ընկնենք Տիրոջ առաջ եւ փնտրենք նրա երեսը եւ նրա պատասխանը խնդրենք, մենք բոլորս դա գիտենք Տեր, բայց հարցը նրանումն է, որ մենք ուժ չունենք դա անելու ու մենք դա դիմում ենք ուրիշներին օգնիր ուղղակի Սուրբ Հոգի մենք ողջ եկեղեցով խնդրում ենք այսօր ծնելու մեր ներսում ցանկություն աղոթելու թող այն սկզբից լինի կարճ թող այն սկզբից լինի պարզ եւ հասարակ բայց թող այն սկսվի եւ հետո օգնիր որ մենք հետեւողական լինենք Տեր այդ աղոթքը որպես ճրակ հանկարծ չմարի ու վստահ եմ Տեր հետեւողական լինելուց հետո այն կվերածվի ցանկության ցանկությունը կվերածվի բերկրանքի ու հետո մեզ այլևս Տեր կարիք չի լինելու Տեր ստիպեն զորեն պատմություն պատմեն մեզի ստիպեն համոզեն որ մենք աղոթենք մենք կզգանք այդ կանչը, մենք կզգանք այդ բերկրանքը, մենք կզգանք այդ քաղցր ու անուշ պահանջը, վազեմ աղոթեմ, գնամ մի պատառ աղոթեմ, ուղղակի ծնիր դա մեր ներսում Տեր, թող աշխարհի բոլոր հոգսերը, թող աշխարհի բոլոր, այս աշխարհային բոլոր հոգսերը, պրոբլեմները չգտնվեն այնքան զորավոր եւ ուժեղ, որ մեզ հեռացնեն քեզանից, աղոթքից, քո սիրուց Տեր։ Թող չլինենք մենք մեկերը, որ զբաղված են աշխարհի բաներով Տեր։ Ինչ ուտենք, ինչ խմենք, ինչ հագնենք, ինչ կապենք, ուր գնանք, որտեղից գանք, ուր նորից գնանք։ Սրանք աշխարհի բաներ են Տեր։ Թող մեր սիրտը Սուրբ Հոգի քո շնորհիվ ցնծա Աստծո համար։ Տենչա Աստծուն, ուղղակի տենչա, ես Տիրոջն եմ ուզում, ես Աստծուն եմ ուզում, ես նրա առջև եմ ուզում գամ, լցրու ինձ, լցրու քո բերկրանքով, լցրու քո զորությունով, լցրու իմ ներսը քո քաղցրությունով, Տեր։ Ուզում եմ աղոթքից հետո դուրս գամ, թեթևացած, ուզում եմ աղոթքից հետո դուրս գամ, Տեր, խաղաղված։ Եվ քո խաղաղությունը ինձ համար ամենահզոր նշանն է, թե Տերն ասում է գնա հանգիստ, ես քո հետ եմ։ Մենք ունենք բարեխոս քո պես երկնքում Տեր, որ մեր հոգսերի համար կբարեխոսի, բայց օգնիր որ այդ հոգսերի համար մենք աղոթենք։ Ծուլությունը Տեր, վերցրու մեզանից Տեր, եւ մեր մեջ բերեք դիսցիպլինան։ Մենք ուզում ենք Հիսուսի պես, նրա պես սովորել, առավոտ կանուխ վերերկենում գնում էր աղոթելու, օրվա կեսին ինչ էլ որ տեղի ունենար, գնում էր Աստծուց գոհանալու եւ աղոթեց այնքան, որ մինչեւ խաչի վրա իր կյանքը հոգին ավանդելուց առաջ կրկին այն արեց աղոթքով, դարձրու մեզ աղոթքի մարդիկ եւ թող աղոթքը տանջանքից վերածվի բերկրանքի Հիսուսի անունով, ամեն։